Ամփոփվեց ամիսներ շարունակ տևած եւ յուրահատուկ ձևաչափով անցկացվող Case-Key մրցույթը։ Արդեն 5 տարի այս հարթակը կամրջում է ուսանողներին ու գործատուներին, հնարավորություն տալով երիտասարդներին աշխատելու իրական բիզնես խնդիրների վրա, առաջարկելով ռազմավարական լուծումներ, ինչպես նաեւ օգտակար շփումներ հաստատել ոլորտի առաջատարների հետ։ Այս տարի նախաձեռնությանը միացել է նաեւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Այսօրվա իրականության մեջ գիտելիքի փոխանցման, գիտելիքի գեներացման հնարավորությունը case study-ի միջոցով, այսինքն case-եր ուսումնասիրելու, դրա վերաբերյալ թիմային քննարկումներ անելու միջոցով ես կարծում եմ շատ արդյունավետ է։ Սա թիմային աշխատանքի մասին է, սա լիդերության մասին է, սա թեման բազմակողմանի ուսումնասիրելու մասին է։ Ամիսներ տևող մրցույթի ընթացքում ուսանողներն ունեցել են մենթորներ, մասնակցել տեղական եւ միջազգային մասնագետների դասախոսություններին։ Այնուհետև ստացած տեսական գիտելիքներն ու հմտությունները կիրառել են գործնականում, իրական միջավայրում լուծելով իրական խնդիրներ։ Այս տարի ուսանողներն այցելել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, ծանոթացել արտադրական ամբողջ գործընթացին եւ փորձել լուծումներ առաջարկել կոմբինատին առնչվող հնարավոր մարտահրավերներին։ Սա շատ արդյունավետ գործիք է, կրթությունը ել ավելի պրոֆեսիոնալ ներկայացնելու, զարգացնելու գործում։ Մեր համար շատ կարևոր է, որ հենց մեր երիտասարդները իրական սեկտորի հետ շատ շփվեն, տեսնեն բիզնեսները ինչ խնդիրներ ունեն, իրենք ինչ կարան առաջարկեն կամ ինչ կարան սովորեն դրանից եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շատ կարևոր գործընկեր է։ 5 տարվա ընթացքում Case-Key-ն ունեցել է ավելի քան 7000 դիմորդ, շուրջ 900 շրջանավար։ Մրցույթի ամփոփումը տեղի ունեցավ Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում։ Ես կարծում եմ, որ դուք հիմա ստեղ ներկա լինելով ու առնչվելով այս միջավայրի հետ առնվազն կհարստանաք ու փորձառության տեսանկյունից նոր փորձառություններ ձեռք բերել։ Ուսանողների խոսքով ծրագիրը լրացնում է բուհական գործնական ուսուցման բացը, հնարավորություն տալիս աշխատելու միջազգային թիմերի հետ եւ շփվելու տարբեր ոլորտների առաջատար մասնագետների հետ։ Եթե ինչ-որ բան կարելի է տեսականորեն ուղղակի տեսնել ֆիլմերում կամ նորություններով, բայց այս դեպքում հենց դու ինքդ այդ ամեն ինչը կիրառում ես ու դառնում ես դրա մի մաս։ Հույս ունեմ անցնել միջազգային թիմել գնալ եւ ներկայացնել Հայաստանը Case-Key շրջանակներում, բայց բացի այդ հաշվի առնելով, որ Case-Key-ն տարբեր ոլորտներում кейսեր ենք մենք լուծել, ես արդեն շատ տարբեր փոքր ոլորտների մասին ինֆորմացիա գիտեմ։ Շուրջ 9 ամիս տևած Case-Key մրցույթի 3-րդ, 2-րդ եւ առաջին հորիզոնականները զբաղեցրին համապատասխանաբար Innovision, Unio եւ Zenith Consulting թիմերը։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը վստահ է, կրթական նմանօրինակ ծրագրերին աջակցելը զարգացնում է երիտասարդների ներուժը եւ մեկ քայլով մոտեցնում նորարար ու մրցունակ տնտեսության կառուցմանը։